կամ այն ինչ որ ես ասացի, հիմա քննչական կոմիտեի նախագահը մի թեմայի անդրադարձավ, որ մեր իրականության մեջ հասկանալի եւ ինչ որտեղ անհասկանալի պատճառներով ընդունված չի շատ քննարկել, օրինակ պետական դավաճանության այն բազմաթիվ դեպքերը, որոնք մենք բացահայտում ենք։ Զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ու հետո ասում ես, բայց ո՞նց կարա սա տեղի ունենա, ո՞նց է դա հնարավոր ընդհանրապես, որովհետև այնպիսի դեպքեր են, դե այդ գործերը քննվում են գաղտնի ընթացակարգով, դատավարությունները տեղի են ունենում դռնփակ, բայց նրանք ովքեր հասու են ինֆորմացիային, մտածում ես, ասում ես, լավ, ո՞նց է ընդհանրապես սա հնարավոր, որովհետև այստեղ մենք ուրիշ բան պետք է հասկանանք, սա ինչի մասին է վկայում, սա վկայում է այդ անհատի կերպարում արկա պրոբլեմների մասին, հանրության շրջանում արկա պրոբլեմի մասին, պետական համակարգում արկա պրոբլեմի մասին, օրենսդրության եւ կարգավորումների պրոբլեմի մասին, որովհետեւ այս դեպքերը նշանային են, որովհետեւ երբ որ մենք հետևում ենք, մենք բոլորս Հայաստանում ենք, չէ՞ ապրում։ Երբ որ մենք հետևում ենք եւ տեսնում ենք եւ առերեսվում ենք, ինչպես ենք մենք խոսում հայրենիքի մասին, ինչքան շատ ենք խոսում հայրենասիրության մասին, եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչքանով ենք ավանսով հերոս համարում բոլորին եւ հետո այդ հերոսների մեջ պարզվում է որ վայ մի դավաճան բացահայտվեց, վայ երկրորդ դավաճանը բացահայտվեց, վայ երրորդը, վայ չորրորդը, ընդ որում սա ես օրինակ չեմ ասում, որովհետեւ վերջին տարիներով եթե հիշողությունս չի դավաճանում, տասնյակ մենք դեպքեր ունենք, որ չես կարող առերեսվես այդ խնդրի, այդ նախ ինքը փաստը, երկրորդը փաստի հանգամանքը չես կարողանում ուղղակի հավատաս, որ դա հնարավոր է, որ դա տեղի է ունեցել։ Եվ սրանք խնդիրներ են, իհարկե, որոնց ամենաշատը դուք առնչվում եք, եւ ենթադրում եմ, որ քննչական կոմիտեն այն տեղերից մեկն է, որտեղ մեր իրականության մասին ամենաշատ ինֆորմացիան է կուտակված, եւ այդ ինֆորմացիան բոլոր դեպքերում օգտակար է եւ այն առումով, որ դա մեզ համար հնարավորություն է, որ այդ թվում մենք իմանանք, որտեղ ինչ է այնպես չենք անում, եւ նաեւ մենք մեզ ճանաչելու կամ մենք մեր այդ իդեալի եւ հուսահատության բևեռներից մի քիչ ավելի կենտրոն գալու եւ ավելի հավասարակշռված իրականությունը ճանաչելու շատ կարևոր հնարավորություն է։ Այն որ քննչական կոմիտեն շատ կարևոր ինստիտուցիոնալ դերակատարում ունի Հայաստանի պետական հանրային անվտանգության իրավակարգի պաշտպանության առումով, իհարկե դա ակնհայտ փաստ է, ըստ էության քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք։ Հիմա մենք ունենք երկու քննչական մարմին եւ արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում եւ մենք հիմա պետք է հետևենք նաեւ ընթացքը հասկանանք եւ նաեւ բարեփոխումների հույս ունեմ պտուղները քաղելու ժամանակը կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ իհարկե տպավորությունները դրական են, բայց ելի եմ ասում, այդ տպավորության դրականացումը պետք է չիդեալականացնենք, որովհետեւ անթերի չի։ Հիմա այդ թվում այն փաստերը, որ ես նշեցի, դրանք թերություններ են, ենթադրում եմ, որ ելի կան թերություններ։ Շատ կարևոր է, որ մենք չվախենալով կորցնել իդեալի պատկերացումը գնանք այդ թերությունների հետևից, որովհետեւ դա էլ է խնդրեմ։